Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, եկել ենք միասին ու կարճ ամփոփելու օրվա կարևոր իրադարձությունները Հայաստանից ու աշխարհից։ Բարի երեկո։ Ինչու է ազգային ժողովի նախագահն ընդդիմանում, որ 44-օրյա պատերազմի զեկույցը մտնի լիագումար նիստերի օրակարգ։ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժամկետների խախտում է տեսնում։ Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցն ուղարկել է ազգային ժողովի նախագահին։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ։ Հայաստանի Հանրապետության վարչապետը 10 ժամից ավել զեկուցել է։ Մեզ դա պետք է, որովհետև մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում, ինչ-որ իրավիճակների պարագում, եւ դա մենք արել ենք նաև այդ մեղադրանքները ջրի երես հանելամ, եւ դա հրապարակվելու է, կրկնում եմ, մեխանիկական իմաստը, դա կլինի լիագումար նիստի մեջ, թե կլինի օրինակ, կրկնում եմ, օրինակ լսումների ֆորմատում, թե օրինակ ընդդիմադիր падգամավորները որպես գաղտնի մաս իրապետող քաղաքացիներ կգնան առաջի բաժին կծանոթանան, սենց թե նենց, դա հրապարակվելու է։ Հիմա խնդիրը վեճը խոսակցությունը գնում է լիագումար նիստ ներառելու հարցը։ Ես ասում իրավական հիմք ես այս պահին չեմ տեսնում եւ դրա համար ունեմ ոչ միայն իմ կարծիքը, իմ գիտելիքները, իմ որոշումը, այլ համապատասխան 3 հիմնարկի, չգիտեմ, մնում է, չգիտեմ, Հռոմի պապից մի հատ էլ թուղթ վերցնեմ, որ գրի, որ այո, դա ինչ են ասել հարգելիները, որ ժամկետները, որոնք որ նախատեսված են կանոնակարգ օրենքով, հարգելիներս, գնացեք, այսքան բանա, բացեք, կարդացեք, գրված է, որ ժամկետները ավարտվել են։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարը 44-օրյա զեկույցը ձգձգելու եւ չհրապարակելու այլ պատճառ է տեսնում, ասում է այն իշխանության դեմ է աշխատելու։ Այստեղ կարող է լինել այն հանգամանքը, որ ցանկացած պարագայում իրենց համար այդ զեկույցով նաեւ բարձ է դարձել, որ պաշտպանվելու հնարավորություն իրենք չունեն եւ ցանկացած դեպքում այդ քնիչ հանձնաժողովի զեկույցը իրենց դեմ է աշխատելու։ Դրա համար գուցե փորձում են Միգուցե փորձում ենք ձգձգել, մենք չգիտենք հետագայում դա ինչպես կներկայացվի, ինչ ծավալով կներկայացվի։ 2016 թվականի մարտական գործողությունների հետ կապված է, չէ՞, մեծ աղմուկ եղավ, իրենց իշխանությունը քննում էր նախորդ իշխանությունների զեկույցը, որ լրիվ ուրիշ իրավիճակ էր, բայց 2016-ից զեկույցից հետո որևէ բան տեղի է ունեցել, որևէ բան տեղի չի ունեցել, որովհետև այն ինչի մասին իրենք խոսում էին, ուրճացնում էին, մեծացնում էին, տեսան որ դրա ծավալների 5%-ը կամ 10%-ն են ընդհանրապես ներկայացված եղել։ Հիմա այս դեպքում իրենք չեն կարող պատասխանատվությունից դուրս գան, ել չեմ ասում, որ մարդիկ, որոնք այս տեղի ունեցածի համար իրավական, քաղաքական եւ բարոյական պատասխանատվություն են կրում, իրենք իրենց չեն կարող հասկանում այդ քննել եւ դրա հիման վրա ինչ-որ զեկույց ներկայացնել։ Փաշինյանը չի կարող որոշել արցախցիների ճակատագիրը, եթե նրան չեն արտապատվիրակել այդ հարցը։ Լրագրողներին ասել է Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին, որտեղ նա հայտարարել էր, թե փախստականների վերադարձը Ղարաբաղ իրատեսական չի համարում։ Ինքը հրաժարվում է խոսել, բարձրացնել արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Ես չեմ խոսում քաղաքական իրավունքների, մասնավորապես սեփական քաղաքական ճակատագիրը տնօրինելու իրավունքի մասին, ընդհանրապես խոսում եմ վերադարձի իրավունքի մասին, բայց մենք չենք տեսնում, որ ադրբեջանցիներն ասեն դե լավ է, դեպքում մենք էլ այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը չենք բարձրացնելու։ Ադրբեջանցիք պահանջել են եւ շարունակում են պահանջել, եւ ես չեմ զարմանա, որ ինչ որ մի օր դա դառնա հերթական ֆորմալ պահանջը, ճիշտ այնպես, ինչպես ֆորմալ պահանջ է հանդիսանում Սահմանադրության փոփոխությունը։ Բաքվում 23 հաստատված գերի ունենք, բայց խոսվում է 80 անձի մասին։ Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանդուր Սահակյանը խոսել է փաստերով։ Ցավոք եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություն, մասնավորապես գերիների սպանություններ, ընդ որում այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին, եւ այստեղ կա համադրված ապացույց մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից մարմինը սպանված արդեն իսկ գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո, եւ երկրորդը, որ գերիները ուղղակի բռնի անհետացել են։
Միեդը վերջնաժամկետ է սահմանել Բաքվի համար։ Եվրոպական դատարանն Ադրբեջանից պահանջում է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման և առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել մինչև նոյեմբերի 4-ը։ Տելեգրամի Սապա Փազդարան ալիքը հաղորդել է, որ իրանական դիվանագիտական ինքնաթիռը հանկարծակի Թեհրանից մեկնել է Մինսկ, ապա Մոսկվա։ Նման չվերթներով ճանապարհորդում են միայն կառավարության ամենաբարձր պաշտոնյաները։ Ստացված տեղեկության համաձայն ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին շտապ այցով մեկնել է Մինսկ։ Այս առաքելության պատճառը Իրանի և սիոնիստական ռեժիմի միջև հնարավոր պատերազմն է, հաղորդում է հեռուստաալիքը։ Ուկրաինայի մի շարք շրջաններում հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել։ Տարերքից տուժել է հատկապես Օդեսան, որտեղ հայտարարվել է վտանգի կարմիր աստիճան։ Զոհվել է 9 մարդ, որոնցից 5-ը մեկ ընտանիքի անդամներ են։ Ջրի ալիքը ծածկել է նրանց, ընտանիքը չի կարողացել փրկվել։ Կան տուժածներ, բնակիչներին տարհանում են աղետի գոտուց, տարերքի պատճառով էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ֆիլիպինների ընդերքը ցնցվել է, երկրում 6.9 մագնիտուդով հզորությամբ ավերիչ և մահաբեր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումների զոհ է դարձել մոտ 70 մարդ, կա ավելի քան 150 տուժած։ Երկրաշարժի օջախը 15 կիլոմետր խորության վրա է, վնասվել են շենքեր և ճանապարհներ, խախտվել է էլեկտրամատակարարումը։ ԿՊԱ-ական պատգամավորը սեր ունի բարձրագույն կրթության փոխարեն։ Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հռիփսիմե Հունանյանը արձագանքել է իր բարձրագույն կրթություն չունենալուն վերաբերող քննադատություններին։ Նա մասնագիտությամբ բուժքույր է։ Այս փոքրիկ կենսագրությունը, ինչպես որ դուք նշում եք, այս փոքրիկ կենսագրության հետևում կանգնած է տարիների բազմաչարչար աշխատանք, գիշեր և ցերեկ, տարիների բազմաչարչար կրթություն, անընդհատ, շատ էլ որ ես չեմ գնացել բարձրագույն կրթական հաստատությունում ստանալու, բայց ես անընդհատ սովորել եմ, անընդհատ։ Հոգատարությունն է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, սեր է թաքնված այս փոքրիկ կենսագրության ետևում, հարգանք է թաքնված, որը ասում եմ, ես երբեք չէի ուզի խախտել, որովհետև ես կարծում եմ, որ բժիշկ բուժքույր հասկացողությունը դա մի ընդհանուր համակարգ է, դա պետք է չբաժանել իրարից ոչ մի պարագայում։ Առաջարկում եմ միասին ծանոթանալ մամուլի հրապարակումներին։ Հրապարակը գրում է Զանգեզուրի Միջանցքի Հայաստանը կապիտուլացնելու մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները խժդժություններ են մտցրել նաև իշխող թիմում։ ՔՊ վերնախավը դժգոհել է նման հայտարարություններից հետո ինչպես մարդկանց ասեմ, որ խաղաղություն են հաստատել, եկեք մեզ ընտրեք, ինչպես հավատացնեմ, որ Վաշինգտոնյան համաձայնագրով խաղաղություն են բերել։ Նրանց հանգստացրել են, թե Ալիևն իր ներքին լսարանի համար է այդ հայտարարություններն անում։ Սակայն այդ հավաստիացումներից հետո էլ ՔՊ-ում խոսակցությունները չեն դադարել։ Շարքերը տարբեր վարկածներ են քննարկում։ Ոմանք կասկածում են, որ իրականում այլ փաստաթուղթ է կնքվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, պարզապես Ալիևը թույլ է տվել, որ Փաշինյանը դա ներկայացնի իբրև խաղաղության համաձայնագիր և դրանով գնա ընտրության, քանի որ երևի Նիկոլից շատ է ուզում, որ ՔՊ-ն վերարտադրվի, որ դրանից հետո իր բոլոր ծրագրերը կամաց-կամաց իրականություն դառնան։ Իսկ թե ինչու է այդ դեպքում նման հայտարարություններով փչացնում Փաշինյանի ռեյտինգը, ՔՊ-ում դրա բացատրությունն էլ են գտել։ Շանտաժ է անում, որ հետո ավելին ստանա։ Ժողովուրդը գրում է, փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։ Տեղեկացանք, որ ոստիկանությունը հսկում է եւ Գրիգորյանների, եւ Ախտոյանների, եւ Նարեկ Օհանյանի բնակարանները։ Իրավապահ աղբյուրների փոխանցմամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում։ Իսկ ծառայողները մինչև ատամները զինված հսկում են գյուղի անցուդարձը։ Պատճառը Վալոդիա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունն է։ Իրավապահները
չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են եւ տուժող եւ սպանության համար մեղադրվող կողմերը։ Միևնույն ժամանակ ժողովուրդը տեղեկացավ, որ ուժեղացված ծառայության մեջ ներգրաված ոստիկանների շրջանում դժգոհություններ են բորբոքվում։ Նրանք դժկամությամբ են արձանագրում, որ օր ու գիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում։ Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը եւ կանխել ծանր հանցանքները։ Մեծ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։ Հրապարակը գրում է Սերժ Սարգսյանի թիմը, որն ամիսներ շարունակ թմբկահարում էր իմպիչմենտի մասին եւ Փաշինյանին հեռացնելու միակ խոչընդոտը համարում էր Հայաստան դաշինքի չմիանալը, օրեր առաջ ստացավ վաղձալի ստորագրությունները, սակայն դրանից հետո քայլի մասին տեղեկություն չկա։ Բանն այն է, որ պատիվ ունեմ դաշինքը անգամ 36 ստորագրությունը չունի իմպիչմենտի նախագիծն ազգային ժողովում շրջանառության մեջ դնելու համար։ Երկու ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 ստորագրություն։ Մեր տեղեկություններով վերջին օրերին պատիվ ունեմի վարչապետի տեխնացու Դավիթ Բարսումյանը փորձում է համոզել ՔՊ-ից հեռացած եւ ՄԱՍ կուսակցություն հիմնած անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ Հակոբ Ասլանյանին, որ ստորագրեն եւ գոնե 36 ստորագրությունը հավաքվի։ Սակայն Աղազարյանը լսումների ժամանակ էլ հայտարարեց, եթե իրենք չվստահեցին իր առաջարկած իմպիչմենտի գործընթացին, որով վարչապետի տեխնացու էր առաջարկում Էդմոն Մարուկյանին, հայտարարելով, որ Մարուկյանը Նիկոլ Երկուս է, ինչու ինքը պետք է վստահի նրանց եւ Սերժ Սարգսյանին։ Նախորդին Երևանյան սրճարաններից մեկում Դավիթ Համբարձումյանին եւ Աղազարյանին կրկին միասին են տեսել, սակայն Աղազարյանն իր դիրքերից մի միլիմետր չի զիջել։ Եվ եղանակ վաղը հնարավոր է անձրև հոկտեմբերի 3-ից 6 առանց տեղումների եղանակ է, սպասվում է նորմայից տաք եւ սակավատեղում հոկտեմբեր։ Հոկտեմբերին միջին ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր 1-ից 2 նիշ, տեղումների քանակը նորմայից պակաս։ Սիրելի հետևորդներ, եկեք կատարենք մի քանի պարզ քայլ մեր YouTube-յան ալիքը զարգացնելու համար։ Ձեզանից մի քանի վայրկյան է պահանջվելու, հավանում եք այս հաղորդաշարը եւ բաժանորդագրվում։